Բարև ձեզ, այսօրվա հունիսի 22-ի իմ ամբիոն հաղորդաշարի հերթական հաղորդումը վերնագրել եմ ռուս-իսրայելա-ամերիկյան ռոդեոն և մեր համր կինոն։ Բայց նախքան թեմային անցնելը, ինչպես միշտ կոչով դիմում եմ բոլոր նրանց, որոնք նայում են իմ հաղորդումները, բայց դեռ չեն բաժանորդագրվել, ապա բաժանորդագրվեք խնդրեմ, իսկ բոլոր նրանք, ովքեր բաժանորդագրված են և նայում են իմ հաղորդումները, և նրանք, որոնք հիմա կբաժանորդագրվեն, ապա դրեք լայքեր, որովհետև ձեր լայքերով իմ Ամասյա Հովհաննիսյան YouTube ալիքը ավելի է տարածվում։ Իսկ հիմա անցնեմ բույնյութին և այսպես ռուս-իսրայելա-ամերիկյան ռոդեոն և մեր համր կինոն։ Բանն այն է, որ կատարվեց այն, ինչից ամենից շատ խուսափում էին բոլոր վերլուծիչները, մեկնաբանիչները, քաղաքագետները, որ իբր Ամերիկայի Միացյալ Նահանգները ձեռնպահ կմնան Իրանի դեմ Իսրայելի սանձազերծած գործողություններին, բայց ես իմ հաղորդումներից ի սկզբանե այս թեմային երբ անդրադարձել եմ, ասել եմ, որ Իսրայելը երբեք չէր համարձակվի Իրանի դեմ հարձակվել առանց Միացյալ Նահանգների հավանության և առանց նրա տված երաշխիքների։ Եվ այն, որ Իսրայելը իբր պաշտոնապես դիմել էր Ամերիկայի Միացյալ Նահանգներին, որպեսզի Ամերիկայի Միացյալ Նահանգները օգնություն ցուցաբերեն, դա ընդամենը խաղ է, որովհետև ի սկզբանե ասում եմ Միացյալ Նահանգները իդեմս դեղնաքաքուլի սպիտակ տանը նստած մասնակցել են Իսրայելի գործողություններին։ Եվ հիմա այս գիշեր Իրանի միջուկային օբյեկտների դեմ իրականացրած հարվածները ամերիկյան ինքնաթիռների և ամերիկյան ռումբերով ոչ այլ ինչ է, եթե ոչ ամենաանցանկալի, անկանխատեսելի սցենարի զարգացում։ Եվ այս պայմաններում ես ինչու դրեցի վերնագիրը ռուս-իսրայելա-ամերիկյան ռոդեո, որովհետև այս պայմաններում Ռուսաստանը ասես ինչպես միշտ, ոչ թե ասես, ինչպես միշտ պատմության բոլոր ժամանակներում ձեռ քաշեց իր դաշնակցից, իր դաշնակցին թողնելով մենակ ագրեսիայի դեմ։ Խոսքս այո, Իրանի մասին է, ըստ որում երբ մանավանդ, որ ընդամենը վերջերս կնքվեց ռուս-իրանական լայնածավալ համագործակցության այսպես պայմանագիր, որ հիմա ռուսներն ասում են, թե այնտեղ խոսք չկա ռազմական օգնության մասին, թեպետ այնտեղ կա կետ, շատ հեղեղուկ այսպես խորաման կետ, որտեղ ասում է, որ Ռուսաստանը չի խանգարի, չի օգնի Իրանի դեմ հարձակված երկրի։ Մոտարապես այսպիսի ձևակերպում է։ Չի ասում կօգնի Իրանին, այլ չի օգնի հարձակվող ագրեսորին։ Ես հիշեցի Ժիրայր Լիպարիտյանի իմաստուն խոսքը, երբ վերադառնում ենք Մոսկվայից, լրագրողներին հավաքվել էին շուրջը ինքնաթիռի մեջ և հարցեր էին տալիս ռուս-հայկական հարաբերությունների մասին, մասնավորապես Ղարաբաղյան այն ժամանակ Ղարաբաղի արտաքին կարգավորման հարցով Ռուսաստանի ունեցած դերի մասին, ապա Ժիրայր Լիպարիտյանը շատ իմաստուն ասաց, Ռուսաստանը եթե չօգնի, ապա խանգարել կարող է։ Տեսանք Ղարաբաղի հարցում ինչ արեց Ռուսաստանը, ինչ դիրքորոշում ստանձնեց և կրկնում եմ, ես համոզված եմ, որ Ադրբեջանը չէր գնա Ղարաբաղում ռազմական գործողությունների և այդ Հայաստանի դեմ, մինչև ստացած չլիներ Ռուսաստանի Կրեմլի դաբը։ Սա այսպես պատմական էքսկուրս ցույց տալու համար Ռուսաստանի դաշնակից լինելու հաշիվը։ Հիմա այս պարագայում փաստորեն Ռուսաստանը Իրանին թողեց մենակ ընդամենը բավարարվելով նրանով, որ դատապարտում է Իրանի դեմ հարձակումը։ Միևնույն ժամանակ ուշագրավ է Մեդվեդևի հայտարարությունը Ռուսաստանի անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Մեդվեդևի, որ նաև
նախագահի նախագահացու է աշխատել, տեղապահ է աշխատել ժամանակին առժամանակ մինչև որ Պուտինը նորից վերադառնար նստել իր աթոռին, որում նրա կաբինետում նախագահի երած ժամանակ կախված էր Պուտինի լուսանկար։ Ինչևէ, ես հիմա կմեջբերեմ, թե ինչ է գրել Մեդվեդևը։ Ես ուղղակի կարդամ նրա ասածը։ Մեդվեդևը այսպես ասում է. Իսրայելի եւ Իրանի միջև հակամարտությունը մեր գործերին չի վնասում։ Պատկերացնում եք։ Ու շարունակում է. ամերիկացիների մեծ մասը նույնիսկ չգիտի թե որտեղ է Ուկրաինան, իսկ Թրամփի թիմը, որը բացարձակապես չի ցանկանում գումար ծախսել իրենց համար օտար հակամարտության վրա, այժմ էլ շատ լարված է, քանի որ այլ հարց է հարազատ Իսրայելը։ Դե հիմա թող զբաղվեն իրենց սիրելի մտահղացմամբ, իսկ վտանգը ըստ նրա համաշխարհային վերածվելու շատ մոտ է, ասում է Մեդվեդևը։ Այն որ Ամերիկայի Միացյալ Նահանգներում շատերը չգիտեն Ուկրաինայի տեղը, ճիշտ այնպես, ինչպես նաև չգիտեն Ռուսաստանի տեղը եւ որտեղ է սկսվում, որտեղ է վերջանում Ռուսաստանի սահմանները, դա ճիշտ է։ Ամերիկացիների մեծ մասը պարփակված է իր այսպես գարաժ սեյլի շրջանակներում։ Գարաժ սեյլը գիտեք ինչ է։ Երբ հաճախ շաբաթ օրերը ամերիկացիները իրենց տան ունեցվածի ավելորդ մասը, ավելորդ իրերը հանում դնում են իրենց տան առաջ եւ վաճառում են։ Հիմա ով կասնի, ով տեսնի ինչ կտա։ Սա է։ Ու նաեւ այդ ամերիկացիների 75 միլիոն ամերիկացի ձայն տվեց մի մարդու, որը որ դարձավ պատուհաս աշխարհի երեսին։ Պատուհաս թե Ամերիկայի, թե աշխարհի համար։ Խոսքս այո, դեղնակակուրի մասին է։ Եվ այդ 75 միլիոնը թերևս հիմա մի մասը արդեն սթափվելու վրա է, թե այս ինչ արեցին, բայց Ամերիկայի Միացյալ Նահանգներում կա 245 միլիոն ընտրող, որից 75 միլիոնն է ձայնվել։ Մի այդքան էլ ձայնը տվել մի քիչ պակաս երևի կամ գուցե ավել, մի քանի միլիոն, չեմ հիշում, ժամանակ Կամալա Հարիսի օգտին, բայց շնորհիվ ամերիկյան այս ընտրական կանոնակարգի այնուամենայնիվ նախագահ Սպիտակ տան օվալաձև աշխատասենյակ մուտք գործեց դեղնակակուրը։ Հիմա այս Իսրայելի Իրանի դեմ իրագործած ռմբակոծության արդյունքում, որով ըստ էության Միացյալ Նահանգները բաց այդ Իսրայելի կողմից ներկայացվել են պատերազմի մեջ, Կոնգրեսում եւ Սենատում ձայներ են հնչում, որ կրճատեն այդ դեղնակակուրի լիազորությունները, որովհետեւ ըստ էության պատերազմի մեջ նա ներկայացվել է առանց Կոնգրեսի թույլատրության։ Կոնգրեսը պետք է թույլատրի, որպեսզի Միացյալ Նահանգները մասնակցեն այս կամ այն երկրում ռազմական գործողություններին։ Նա շրջանցել է, որովհետև նա շատ է ուզում, ինքն հայտարարում է, որ նեղանում է նույնիսկ, որ իրեն դեռ մինչև հիմա չեն ներկայացրել Նոբելյան մրցանակները։ Այս մարդը ինքնասիրահարված եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների պատմության մեջ ամենաանհաջող նախագահը Նոբելյան մրցանակ է ուզում։ Ճիշտ այնպես, ինչպես նաև չէր Նոբելյան մրցանակի չէր հրաժարվի նաև Կրեմլի քաչալը, Աման Ռուսիոյի իմաստունը, որը որ հիմա այս օրերին, երևի հիմա այսօր ավարտվեց արդեն, այսօր հունիսի 22-ն է, Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած երևի արդեն համաշխարհային տնտեսական համաժողովում հայտարարել հետևյալը, որ Ռուսաստանը այնտեղ է, որտեղ զինվորի սապով։ Գիտեք, շատ համահունչ է, մեկ սա հայտարարում է Ռուսաստանը, ուրեմն որտեղ ռուսական սապոկն է, ուրեմն դա իրենցն է, որտեղ ռուսական սապոկն է, այնտեղ Ռուսաստանն է, եւ
դեղնակակուլի մեկ American Great Gain, նորից ամերիկան մեծ դարձնենք, այս երկու լոզունգները շատ նման են։ Եվ երկու լոզունգներից էլ գիտեք ինչ ֆաշիզմի հոտ է փչում, նացիզմի հոտ է փչում։ Եվ գիտեք ինչն էր ամենից առավել ուշագրավ այս Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած տնտեսական միջազգային համաժողովից, որ նախկինում ժամանակին մասնակցել են լուրջ երկրների լուրջ ղեկավարներ, տնտեսագետներ, բավականին ներկայացուցչական է եղել։ Հիմա այդ մարդիկ չկան եւ թերևս այդ համաժողովի ուշագրավ այդպես հյուրերից են Աֆղանստանի տալիբները։ Իդեպ տալիբներ, քանի որ խոսք գնացին այս մասին, այսպես նորից այսպես ասած զեղում անեմ, որ սխալ է, չի կարելի ասել տալիբ, տալիբ է։ Դա արաբերեն տալիբ բառն է, արաբերենում կա եւ տ եւ տ տառը, որը գրվում է տայով, գրվում է տալիբ, որը նշանակում է սովորողներ, ուսանողներ, սա է նշանակում։ Այնպես որ այդ Աֆղանստանի տալիբները ովքեր են դրանք աֆղանական պուշտուն ցեղերի եւ ֆունդամենտալ իսլամի այսպես կոչված սիմբիոզ գաղափարախոսության հետևորդներ։ Եվ սրանք հիմա Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգում անցկացված տնտեսական համաժողովի այսպես հյուրերն էին։ Հյուրեր, որոնք տալիբա շարժվում, որը որ Ռուսաստանում ժամանակին արգելված էր, որպես էքստրեմիստական ծայրահեղական կազմավորում, խմբավորում, իսկ հիմա Ռուսաստանի եւ դրանք հիմա մինչեւ հիմա էլ աշխարհում շատ երկրների մեծ մասում արգելված են, իրենց էքստրեմիստական հայացքների համար ծայրահեղական, իսկ Ռուսաստանում այդ դա վերացվեց եւ հիմա նրանք համագործակցում են տալիբների հետ։ Հա թե ինչու ես իմ վերնագիրը դրեցի ռուս-իսրայելա-ամերիկյան ռոդեո։ Ես երեքն էլ ռոդեո են խաղում, ռոդեո են քշում աշխարհի ավտոճանապարհին, որը որ հղի է շատ մեծ ավտովթարով։ Իսկ Ռուսաստանում այդ տալիբների հետ սիրախաղը մի կողմից եւ մյուս կողմից էլ մեր Հայաստանի տալիբները։ Իդեմս նրանց, որոնք որ ասես աշխարհից կտրված, այսպես առաջնորդում են աշխարհն աշխարհով, մենք մեզնով։ Բայց թողուբոյի պայմաններում այս եկեղեցի պետություն, այս դատապարտելի, զզվելի, դատապարտելի պայմաններում, որը որ դուրք են տալիս թե եկեղեցու որոշ սպասավորներ եւ թե Հայաստանի ներկայիս կառավարիչներ, ոչ մի լավ բանի չեն տանում։ Եվ առավել ևս սրանից օգտվում են նաեւ այո նախկին այսպես կոչված հիմնականում քոչարանական այսպես կլանի ներկայացուցիչները, որ իդեմս օրինակ ասենք ժամանակին մարդու իրավունքների պաշտպան աշխատած Լարիսա Ալավերդյանը, որ հայտարարում է, թե ինքը իր բոլոր ուժերը կներդնի հայ-առաքելական եկեղեցին պաշտպանելու համար։ Գրողը տանի ինչ-ինչ, բայց հայ-առաքելական եկեղեցին Լարիսա Ալավերդյանի եւ նրա նմանների պաշտպանության կարիքը բնավ չունի։ Ինչ վերաբերում է հայ-առաքելական եկեղեցուն, ապա լավ կլիներ, որպեսզի որ դա որոշ ներկայացուցիչներ մի քիչ ավելի կորեկտ գտնվեին իրենց արտահայտություններում եւ ավելի լավ է սուս մնային։ Փիլիսոփայերեն մոտենային, խոսքս մասնավորապես Շիրակի թեմի առաջնորդ Աջապահյանի եւ արդեն վաղուց իրենց սպառած Սրբազան շարժման առաջնորդ, որին կարգել էր կյանքում չխաչակնքված Քոչարյան Ռոբերտը,
սպազան շարժման առաջնորդ։ Դրանք այլևս չկան, այլևս ավելի լավ է սուս մնան եւ իսկ ինչ վերաբերում է առաքելական եկեղեցու մյուս ներկայացուցիչներին, ապա Հայաստան ներկայիս ձախողված կառավարիչների հայտարարություններին նայեն փիլիսոփայորեն, մոտենան փիլիսոփայորեն եւ կուլ չտան նրանց այս խայծը։ Ինչպես որ այս Հայաստանի կառավարիչներն հազարու մի խայծեր են կուլ տալիս Ռուսաստանից ներդրած։ Իդեմս որոշ գաստրոլորների, իդեմս ռուս պրոպագանդիստների, որոնք հանկարծ սկսել են պաշտպանել Հայաստանին, հայ-առաքելական եկեղեցուն, իդեմս ոչ անհայտ Սալավյովի, որը որ հանդես է գալիս հազարու մի համամարտկային արժեքների օգտին, իսկ համամարտկային արժեքները Սալավյովի ռուսական աշխարհի կրոնն է, մի բան, որը որ բայց ինչպես ասում են աչքի փուշը թողած դիմացի գերանն է նայում, որովհետև ռուսական արժեքների ջատագովը պետք է ավելի լավ կլիներ մտածեր եւ ժամանակին նորմալ դաստիարակած լիներ իր որդուն, որը որ ըստ որոշ իրազեկ աղբյուրների տվյալների լրիվ իր իստուկացով իր ապրելակերպով չի համապատասխանում, այսպես ասած, ռուսական աշխարհի արժեքներին եւ ապրում է արտասահման Հոլանդիայում։ Ըստ որոշ հավաստի տվյալների։ Ինչևէ, նույնը վերաբերում է նաեւ այն այսպես կոչված հայկական ազգանուններով, հայկական ազգանուններ կրող թյուրիմացություններին, ինչպիսիք են Սիմոնյան Մարգոն, Կուրգինյանը, Բաղդասարովը, Շախնազարովը, դիքն էլ այդպիսի, որոնք որ հանկարծ չէ, պաշտպանում են իդեպ, հիմա են առիթ է պաշտպանում են առաքելական եկեղեցուն, այնինչ առաքելական եկեղեցուն պաշտպանված է եւ օրենքով եւ առաքելական եկեղեցու կողքին է ամբողջ հայ ժողովուրդը, այսօր նրա կարիքը չունի պաշտպանության, իսկ ինչ վերաբերում է ներկայիս կառավարիչներին, ապա նրանց ավելի լավ է նրանք սուս մնան, չփորացնեն այս ավելի լավ է շարունակեն իրենց համր կինոն, քան թե փորձեն այդ կինոն հնչյունավորել, որովհետև աշխարհը շատ հեղեղուկ փխրուն վիճակում է։ Հայաստանի առջև ավելի լուրջ մարտահրավերներ են օրեցօր ավելանում, որոնք որ բնավ չեն աշխատում ներօգտին։ Վերադառնալով ռուս-ամերիկյան հարաբերություններին, այն տպավորությունն է, որ թե համայն Ռուսիայի իմաստունը, անմահ Կրեմլի անմահ կաշեը, թե Սպիտակ տան դեղնակակուլը միմյանց խաղում են միմյանց օգտին։ Թեպետ թվում էր, թե համայն Ռուսիայի իմաստունն է դեղնակակուլի քթից բռնացման տալիս, մյուս կողմից էլ հիմա այնպիսի տպավորություն է, որ դեղնակակուլն էլ Պուտինին իր տեղն է ցույց տալիս, մասնավորապես երբ Ռուսաստանը հանդես եկավ, Պուտինը հավանաբար հանդես եկավ Թրամփի հետ հեռախոսազրույցի ժամանակ առաջարկեց իր միջնորդությունը Իրանի հետ կապված խնդրի կարգավորման հարցում, ապա Թրամփը շատ հանգիստ, ինչպես ռուսները կասեին, ասեց իդիտի в баню։ Հանգիստ դրես տեղը ասելով, թե նախքան ավելի լավ է ինքդ քո հարցերը լուծես, քո խնդիրները լուծես, հետո նոր միջնորդ դառնալու նախաձեռնություն ցուցաբերես։ Ինչ ուզում եք ասեք, սա այնուամենայնիվ
Ռուսաստանի ձախողումն է Իսրայելի հարձակումը ամերիկյան օդուժի հետ միասին Իրանի վրա Ռուսաստանի թե դիվանագիտական, եթե ռազմաքաղաքական ձախողում է։ Ռուսաստանը տարածաշրջանում այլևս հեղինակազրկված է և ոչինչ անել չի կարող, ոչ մի բան ստիպել և հայտարարությունները, թե այնտեղ որտեղ մեր սապոկն է, դա մերն է, այդ սապոկը շատ հեշտությամբ, ինչպես տեսնում եք, հեռացնում է։ Թեպետ Ռուսաստանը ջանքեր չի խնայում ամերիկացիների հետ հարաբերություններ հաստատելու և ամերիկացիներն էլ դրանից առանձնապես չեն խորշում։ Այս պայմաններում օրինակ նրանց օգտագործում են Լուկաշ Գուլբաշին ռուսները դեպ և ամերիկացիներն են։ Ի նկատի ունեմ 43 Ամերիկայի Միացյալ Նահանգների հատուկ ներկայացուցիչ Կիթ Քելլոգի այցը Մինսկ և նրան ինչպես է դիմավորում Ալեքսանդր Լուկաշենկոն կամ ինչպես ես եմ ասում Լուկաշ Գուլբաշը ցույց են տալիս կադրը Լուկաշ Գուլբաշն թարաչ է գնում դրին կого я вижу ում եմ տեսնում սա էլ ամերիկացիներ oh my friend առն թարաչ է գնում փաթաթվում են ողջագուրվում են Եվ հետո հաղորդագրություն է տարածում, որ կողմերը քննարկել են երկու հետաքրքրություն ներկայացնող հարցեր։ Այսպիսի բաներ, այսպիսի ռոդեոներ։ Ինչևէ իրավիճակը ժամ առ ժամ զարգանում է դեռևս առայժմ վտանգավոր ճանապարհով, բայց այնուամենայնիվ պետք է հուսալ, որ սա երկար չի տևի։ Թեպետ ինչքան երկար չտևի, Իրանի վիճակը բավական լուրջ է։ Ընդհանրապես տարածաշրջանում Իրանը քիչ թե շատ ուներ կայունության ապահովման ֆակտոր, որը հիմա արդեն չկա։ Սրանից բխող բոլոր հետևանքներով։ Հուսանք, որ այնուամենայնիվ այս իրավիճակը շուտ կարգավորվի, պատերազմը ավելի չի տարածվի, այնպես որ այսօր այսքանը։ Այս նախքան ցտեսություն ասելը մեկ անգամ ևս դիմում եմ բոլոր նրանց, որոնք նայում են իմ հաղորդումները, բայց դեռ չեն բաժանորդագրվել, ապա բաժանորդագրվեք խնդրեմ։ Նրանք, որոնք բաժանորդագրված են, նայում են իմ հաղորդումները, ապա դրեք լայքեր, որովհետև ձեր լայքերով իմ Ամասի Ավանեսյան բալիկը ավելի է տարածվում։ Այսօր այսքանը, ցտեսություն, աշխարհին և մեզ խաղաղություն, կհանդիպենք։